Բժիշկ ինտերնետից հեռահար բժշկության այս փորձը, որը հնարավորություն է տալիս բժիշկների տարածության վրա հիվանդին կոնսուլտացիա անել, շատ շուտով իրականություն կդառնա Հայաստանում։ Որ կարողանա այցելուն ինքը տանից նստած ինտերնետի միջոցով իր սոնոգրաֆիան ցույց տալ կոմպետենտ բժիշկին, որը գտնվում է միգուցե այլ երկրում, եւ ստանալ կոմպետենտ կոնսուլտացիա։ Սա ընդամենը տեղեկատվական տեխնոլոգիաները իրական կյանք բերելու, այսպես կոչված ինովացիայի մի փորձ է։ Մի բան, որ հաստատ անհնար էր պատկերացնել, ասենք 10 տարի առաջ։ Արագ զարգացող ոլորտը, որ իրենով է արել ողջ աշխարհը, ամեն տարի նոր զարգացումներ է ներկայացնում հայաստանյան Digitech-ում։ Այս դեպքում, օրինակ, դուք լսում եք տագնապի ազդանշան, այդ նշանակում է, որ այս մեքենան գերազանցել է մեր տված արագությունը։ Սա GPS վերահսկողության համար նախատեսված սարքավորման ընդամենը մի ֆունկցիան է։ Աշխարհում հայտնի համակարգերի համեմատ հայկական ակցենտը բավական տարբեր է։ Ասենք, կենտրոնական համակարգիչ է մուտքագրվում մեքենայի մասին հավելյալ տվյալներ, վառելիքի ծախսի, բաքի պարունակության, դռների բացվելու կամ փակվելու, նստելատեղերի զբաղվածության, տեղեկատվությունը լակատռի ծրագրավորողները հստակեցրել են հայ վարորդների եւ ձեռներեցների պատվերով։ Համակարգը կիրառվել է արդեն 70 պատվիրատուի համար, տաքսի ծառայություններից մինչեւ ավտոբեռնափոխադրող ընկերություններ։ Մեքենաները հասանելի ու տեսանելի են կառավարվող կենտրոնից ոչ միայն հանրապետության տարածքում, այլև դրսում։ Ասենք մենք տեղադրում ենք համակարգը մեծ տոննաժ մեքենաների վրա, որոնք ասենք տեղափոխում են բեռները Հայաստանից մինչև Մոսկվա։ Իդեպ սա էլեկտրոնային բովանդակության լավագույն օրինակներից է, տարբերակ, որով հնարավոր է մեծացնել տեղեկատվական տեխնոլոգիաները առօրյայում օգտագործող հասարակության շրջանակը։ Այս ամենի զուգահեռ պատրաստվում են նաև հայալեզու նավիգացիոն վահանակներ, որոնք կիրառելի են այսօր զարգացած երկրներում։ Դրանք օգնում են վարորդներին կողմնորոշվելու, ինչպես գտնել ուզած հասցեն։ Այս արտադրամասը արտահանման համար համակարգիչներ է թողարկում։ Դրանք ամբողջովին տարբերվում են այն սերնդի համակարգիչներից, որ հիշում են նույն այս շենքը ժամանակին հայտնի ալգորիթմը։ Սա մեր նախկին տեխնիկան էր, որով ծրագրավորումներ էր հիմնականում սիմուլյացիաների համար։ Այն ժամանակ վարպետ Գագիկը, երբ մասնակցում էր ալգորիթմի շինարարությանը, դժվար էր պատկերացնում, թե տարիներ հետո հաշվիչ մեքենաներն ինչ փոփոխություն կկրեն։ Առավել ևս չէր պատկերացնում, որ դրանցով մեծ տեխնոպարկեր կաշխատեն։ Այժմ պետության համար գերխնդիր է համաշխարհային մակարդակի խոշոր տեխնոպարկ ունենալը, որի համար մասնագետների կարծիքով նախ պետք է ներդրողներ ներգրավել, ապա հմուտ աշխատուժ։ Այսպիսով, որքան էլ դեռ հասարակության մեջ չեն թափանցել էլեկտրոնային բովանդակությամբ ծառայությունները, դրանք մեզանում օր-օրի նորանում են։ Հայաստանում գործում է IT ոլորտի շուրջ 200 ընկերություն, այդ թվում 50-ը օտարերկրյա։ 98-2006 թվականների տվյալներով ոլորտի միջին տարեկան աճը 30% է կազմել, 2008-ին 20%։ IT սեկտորում զբաղված է 5000 մասնագետ, որոնց մեծ մասը 67%-ը համակարգչային ծրագրավորողներ են ու գիտնական ճարտարագետներ։ Սա ուրեմն էլեկտրոնային հայկական պրոֆեսիոնալների համաշխարհային ցանցի նախատիպն է։ Ամեն մասնագետ աշխարհի որևէ ծայրում գտնվող կարող է գրանցվել հայկական ցանցում, եւ այդ ցանցում գրանցվելուց հետո մարդիկ խմբեր կարող են գրանցել եւ իրենց ամեն մասնագետ իր տարածքն է ունենում ցանցում։ Սակայն մեզանում առայժմ ամենահայտնին одноклассники ցանցն է։ Ինտերնետային մի ռեսուրս, որից սկսեցին օգտվել շատերը եւ համակարգիչը դարձավ շատ հասկանալի։ Հասարակությունը ծանոթացավ էլեկտրոնային բովանդակության հետ։ Մի բան, որ դարձել է աշխարհի եւ ոլորտի զարգացման շարժիչը։ Էլեկտրոնային բովանդակություն բառակապակցություն դեռևս չի մտել մեր կյանք, բայց մի 12-13 տարի առաջ նույն վիճակում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Դա շատ դեպքերում անգամ Հայաստանում համարվում էր հեռանկար չունեցող եւ ոչ այնքան կարեւոր ոլորտ։ Մնացած շատ այլ բովանդակություններ լայն մասաներին դեռ անհասանելի են մնում։ Ամենացավալին այն է, որ IT բնականոն գործունեությանը խանգարում է ինտերնետի անհասանելիությունը, թանկությունն ու որակը։ Հայաստանի ինտերնետ ասոցիացիայի վերլուծությամբ մեր երկրում ինտերնետից օգտվում է բնակչության 5.8%-ը։ Եթե այս ցուցանիշով համեմատվենք տարածաշրջանի մյուս պետությունների հետ, ապա Վրաստանում այն 8.9% է, Ադրբեջանում 12.7%, Իրանում ու Թուրքիայում 35%-ից ավելի։ Եթե վերլուծենք հասանելի ինտերնետի գինը, ապա միանգամայն հասկանալի են դառնում նշված ցուցանիշները։ Հայաստանում 1 մեգաբիտ անսահմանափակ ինտերնետի օգտագործման ամենամսյա գինը համարժեք է $80, Վրաստանում ընդամենը $10, Ադրբեջանում 40-ին։ Կան որոշ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ Երևան քաղաքում հատկապես 20-25% բնակչության արդեն ազատ օգտվում է ինտերնետից, ուրեմն եւ համակարգիչներից,
Եվ շրջաններում դժբախտաբար այդ տոկոսը շատ ավելի ցածր է, երևի 5-7%-ի է հասնում։ Հայկական այս շուկայի ամենախոշոր օպերատորը Armentel-ը կապը բերում է Վրաստանից, վճարելով 3 անգամ բարձր գին, ինչը վերջին 2 տարում ավելի քան 10 անգամ նվազեցրած սակագին է։ Ինչու սպառողը չի ստանում նույնքան էժան ինտերնետ կապ։ Մեզ հետ հավասար զարմանում է Armentel-ի ղեկավարը։ Ներկայիս հիմնական խնդիրն այն է, որ մեր պրովայդերները չեն կարողանում ինտերնետ կապ տրամադրել վերջնական սպառողին։ Պրովայդերները թող զարգանան, հետո նոր պահանջեն իջեցնել գները։ Գինը, որ մենք առաջարկում ենք նրանց, բավական մրցունակ է։ Կա մեծածախ ու մանրածախ վաճառք։ Եթե ինքը 9 անգամ էժանացրել է, մենք չենք կարող 9 անգամ էլ մենք էժանացնենք, որովհետև մենք ստեղծել ենք ենթակառուցվածք ու դա կարողանում ենք հասցնենք վերջնական սպառողին։ Ցանցը զարգացնելու նոր մալուխներ գցելու համար պարզվում է պրովայդերներից քչերն ունեն միջոցներ։ Հեռահաղորդակցության ոլորտի ամենահին ներկայացուցիչ Arminco-ի գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի կարծիքով տեղական ենթակառույցները հեշտ ու արագ զարգացնել հնարավոր չէ։ 10 տարի շարունակ եղել են մենաշնորհի, այժմ էլ երկշնորհի ակցիանում։ Armentel-ի հետ ինտերնետ կապը Հայաստան է հասցնում FiberNet ընկերությունը։ Իսկ ինտերնետի մեծածախ շուկայում այսուհետ մրցակցությունը դեռ խորանալու է։ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերին թույլ է տվել GNC Alpha ընկերությանը նոր օպտիկամանրաթելային մալուխ անցկացնել Վրաստան տանող մայրուղու երկայնքով։ Նոր մալուխը հանրապետությանը կապահովի ինտերնետ այլընտրանքային հասանելիությամբ, այլ կերպ ասած կնպաստի ինտերնետ կապի բարելավմանը։ Այդ վերջնական սպառողին հասցնելու համար չկա ենթակառուցվածք։ Այսինքն, եթե մարդ հիմա բերի ընդունենք շատ մեծ արագությամբ ինտերնետ հասցնի ընդունենք միջև Կոմիտասի շուկայի մոտ։ Ոնց կարելի է հասցնել այդ ինտերնետը երրորդ մաս, կամ ոնց հասցնել մասիվ։ Այդ հարցը եթե ինչ-որ մեկը կարողանա պատասխանի, այդ ժամանակ էլ այդ վերջնական սպառողը կարող ունենա որակյալ ինտերնետ։ Ինչ որտեղ բնական է այն, որ պրովայդերներն ուզում են վարձակալել Armentel-ի ռեսուրսները ինքնարժեքին մոտ գներով, սակայն վերջինս նրանց ուղղորդում է. կառուցեք ձերը։ Օպերատորների եւ պրովայդերների վեճերը քրոնիկական են, սակայն պրովայդերները սպասում են քաղաքակիրթ բանակցությունների։ Երևի այս տարի իսկույն ոնց որ բոլոր քաղաքական խնդիրները, բոլոր պրովայդերները կհասկանան իրանք ինչ են ուզում իրարից, այսինքն այդ փոխկապակցման պայմանագրերը բոլոր իրար վեճ կունենան, պատասխանատվություն իրավունք կլինի այդ իշահ վերջնական օգտվողին, որ այդ վերջնական օգտվողը իմանա իր խնդրի դեպքում ում դուռնա ծեծելու։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցող խորհրդի վերջին նիստը քննարկել է միջազգային ելքի խնդիրների, ենթակառուցվածքների եւ ցանցերի էլեկտրոնային ծառայությունների ու ազգային ցանցերի ստեղծման պետական աջակցության խնդիրները։ Իսկ մինչ այդ գործադիրի ուշադրության կենտրոնում է տեղեկատվական հասարակության կայացման հարցը։ Մատչելի ինտերնետ կապ ունենալուց առաջ անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը նաեւ համակարգիչներ ունենա։ Սեպտեմբերի կեսերից մեկնարկեց համակարգիչ բոլորին ծրագիրը։ Աշխարհի լավագույն համակարգչային տեխնիկա արտադրողներից մեկի HP-ի հայաստանցի գործընկերը Unicomp-ը ամփոփում է պիլոտային ծրագրի առաջին արդյունքները եւ համակարգիչների առաջին խմբականակի վաճառքը։ Հետաքրքրությունը սպասվածից մեծ է եղել։ Պիլոտային ծրագրով նախատեսված 500 համակարգիչների մեծ մասը արդեն վաճառված է։ Մեր այցելության պահին ընկերության վաճառակետում 1 համակարգիչ էր մնացել եւ բազմաթիվ դժգոհ այցելուներ։ Օրինակ 3 մեզ մոտ կարելի ասել ավրալային վիճակ էր, քանի որ 22 հատ համակարգիչ մենք միանգամից առաքել ենք, բայց գրանցվել են, որպեսզի բանկը իրենց հաստատի 70 անց։ Եվ բացի այդ գրանցվել են բավականին մեծ քանակությամբ, հիմա ուղղակի նորից քանակները ճշտվում են, մարդիկ ովքեր սպասում են հաջորդ պարտիային, որ այդ նոթբուքները կան եւ իրանք վերցնեն։ Ցանկացողներ շատ կան, քանի որ օրվա ընթացքում կարելի ասել ամեն մի 3 րոպեն զանգեր է գալիս եւ այդ զանգերին իրանք որ բուկված են, որ այդ համակարգիչների քանակը քիչ է։ Առանց կանխավճարի եւ 0% տոկոսադրույքով համակարգիչ բոլորի համար ծրագրի նպատակների ու դրա շուրջ պտտվող ամենահետաքրքիր արձագանքների մասին հրապարակում հետևեք հաջորդ թողարկումներին։